Երեքշաբթի առաջի օրը գիշերը ընկերների հետ նստած էինք փաբում։ Արդեն ժամը 1:30 էր, ոչինչ տուն գնալ, դուրս եկանք Փարպեցի ուշքին հատվածում էինք։ Դեթայլեցինք դեպի Մաշտոցի պողոտա ու որոշեցինք տաքսի վերցնել ու գնալ տուն։ Մենք Մաշտոց Պուշկին Խաչմերուկի մոտ անցանք փողոցը, դիմացի մայ տաքսի կանգնած էր այնտեղ։ Կանգնեցինք որ նստենք, արդեն մոտենում ենք տաքսին։ Ու այդ պահին ես շատ անսպասելի հարված զգացի դեմքիս։ Չհասկացա ինչ եղավ, էլի քարով խփեցին թե ինչ, ես չհասկացա, վերակ որ արդեն մի քիչ sense ընկա։ Ու որ բարձրացա, տեսա արդեն որ մեկը փախնում է։ Ընկերս հետևից ոնց որ վազեց ով ես, ինչ ես, ինչ որ վազելու ժամանակ ֆռած հայհոյեց ու մտավ դալան ու փախավ գնաց։ Այդքան ու տենց ասենք ես նենց էլ չէր որ հասցնեինք ինչ-որ միջոցներ ձեռնարկենք, քանի որ սաղ էր գալի եւ այլն։ Ես մտանեմ լվացվել եմ եւ այլն, գնացել եմ։ Ոստիկանություն դիմել ես, հիմա դատաբժշկից ես գալիս։ Դիմեցի ոստիկանություն, դեպքի մասին հաղորդագրություն տվեցի, ուղարկել են դատաբժշկի մոտ, գործակալության, գնացել եմ այնտեղ, պետք է ոստիկանությունը նաեւ տարածքը նայի եւ այլն։ Իսկ կասկածներ ունես, սա ինչ միջադեպի հետ կկապես դու անձն։ Ոչ մի անձնական ինչ-որ թեմաներ չի եղել, անձնական թշնամանքներ չունեմ։ Ու ես վերջերս ակտիվացած ինչ-որ երիտասարդ հանրապետականների այդ հարձակումների ֆոնին, սա երևի հերթական ինչ-որ վախեցնելու կամ չգիտեմ ինչի փորձ է, որտեղ ուրիշ բանի հետ չեմ կարող կապել սա, էլի։ Իսկ այս անվտանգությունը, առհասարակ քաղաքացու անվտանգությունը ոնց ես տեսնում, ինչ մեթոդով կարելի է պաշտպանել։ Հիմա ես մի հատ անդրադառնամ ոստիկանությանը նախ, որովհետև փաստորեն ստացվում է, որ սա նրա հետևանքն է, որ ոստիկանությունը ուղղակի չբացահայտեց այն դեպքերը, որոնք որ եղան քաղաքապետարանի նստածի ժամանակ։ Ինչ-որ կեղծ մարդկանց վերեց իբր ուզենալով գործը բացահայտել, քանի որ միջազգային կապիստերի կողմից ճնշումներ կային։ Իսկ ինչ-որ չբացահայտված մնացան։ Իսկ կոչեր եղան, որ բացահայտեք, ցույց տալու համար որ բացահայտել են, ինչ-որ փորձեցին մի երկու դեպքը բացահայտել, բայց ակնհայտ ընդհանրապես կապ չունեն այդ մարդիկ եւ Freedom House միջազգային կազմակերպությունը, որը զբաղվում է մարդու իրավունքների հարցերով ամբողջ աշխարհում, Հայաստանի հետ կապված տարեկան զեկույցում հենց հատկապես նշել է, որ ակտիվ քաղաքացիների հանդեպ բռնություններ են կիրառվում եւ դրանք չեն բացահայտվել մինչ օրս։ Դա բառապացույցն է մեր ոստիկանության անգործության եւ նաեւ այդ զեկույցում նշվում է թե ոստիկանությունը ոնց է կողմնակալ գործողություններ կիրառում եւ այլն։ Եվ կարծեմ որ քաղաքացիները պետք է ինչ-որ միջոցներ ձեռնարկեն ինքնապաշտպանվելու համար։ Քանի որ եթե չլինի նրանց համար սա սովորական դառնա, ասենք արդեն վտանգավոր է դառնում քաղաքում որևէ գործողություն կամ կարծիք արտահայտելը դառնա վտանգավոր արդեն։ Եվ օրինակ Ուկրաինայում, Կիևում կամ եւ նաեւ այլ տեղերում նման դրսևորումները կատարվում են հատուկ խմբերի կողմից, որոնց անվանում են տիտուշկաներ։ Եվ նրանք են փողոցում բռնում քաղաքացիներին, ծեծում, հարձակվում մարդկանց վրա, գալիս են ինչ-որ այն օրվա դեպքի նման կամ ասենք մեր հարգարժան Բարար Լֆիկի վերած զանգվածի նման փորձում խաթարել մյուսների ակցիան եւ հարձակվել մարդկանց վրա, նրանց կոչում են տիտուշկաներ եւ նրանց շատ հաջող ձևով վնասազերծում են արդեն քաղաքացիները, հայտնաբերում են, տանում են, նկարում են, խոստովանություն են նրանցից վերցնում եւ դրանից հետո բավականին քչացրել են դեպքեր։ Ես կարծում եմ որ մեր մոտ էլ պետք է դա կիրառվի ու շատ լավ կլինի որ նրանց անվանում էլ տրվի, ես առաջարկում եմ լֆուշկեք, քանի որ դա
այդ երևույթը մեծապես տարածվել է լֆիկի կողմից եւ այդ զանգվածին կարելի է անվանել, որպեսզի նրանց տարբերել եւ կոնկրետ հասկանալ, թե ում հետ գործ ունենք։ Եվ այդ լֆուշկեքին պետք է ցույց տալ, թե իրենք ովքեր են եւ որ իրենք չեն կարող այդպես հանգիստ քաղաքացիների հանդեպ բռնություն եւ կիրառեն կամ ինչ-որ որոշակի ճնշումներ գործադրեն եւ մնան անպատիժ։ Եվ նաեւ ոստիկանությանը սա պետք է հասկանալ լինի։ Ու պետք է հասկանալ, այսինքն նրանց հանդեպ ինչ-որ պայքարի ձևերը պետք մտածել։ Ու նաեւ այն մարդիկ, ովքեր որ մտածում են, թե ինչ կարող են անել, ու ինչ-որ ուժային մեթոդներ են տեսնում, իրենք էլ կարող են այդպիսի կառույցներ ստեղծել, որպեսզի ապահովեն միջոցառումների եւ այդ միջոցառումներին մասնակցող ու նաեւ իրենց ազատ խոսքը արտահայտող քաղաքացիների անվտանգությունը։ Այ եթե համեմատենք Եվրամայդանում տեղի ունեցող ինքնապաշտպանության գործողություններին, տեսնում ես հավանականություն, որպեսզի հետագայում նույնպես այստեղ նման գործողություններ լինեն, թե ի վերջո խաղաղ հավաքների իրավունքը ամեն դեպքում ոտնահարվում է, էլի։ Փաստացի այդ թեզը մենք հիմա շրջանառում ենք, թե չէ, ընդհանուր քաղաքացիական դաշտում ինչ մթնոլորտ է։ Դե եթե կա բռնություն, դրա դեմը պետք է առնել, այսինքն դա չի կարող անպատասխան մնալ, էլի։ Ու նրանք դրանով հենց ժողովրդին ոնց որ ասեն, որ դուք պետք է ինքնապաշտպանվեք։ Դա կոնկրետ մեսեջ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որպեսզի նրանք սկսեն, որտեղ ոստիկանության վրա հույս դնել արդեն չի կարելի։ Ոստիկանության որոշակի գործառույթներ արդեն մենք պետք է վերցնենք մեզ վրա։ Եվ դրանով լրացնենք ոստիկանության թերացումները, իսկ երբ որ արդեն անգործություն կամ ընդհանրապես համագործակցություն կլինի ոստիկանների կողմից, արդեն ոստիկաններին էլ պետք է չեզոքացնել։